իշխանության իսկ բոլոր իրավախախտումների մեկ տարել թե 4 անվանական այսինքն ով է ձեր կազմի մեջ իրավախախտումը կատարել էր բոլորին տարել եք անվանական չի դեպքում Սերգեյ Ասատովը անմիջապես հաջորդ մարդներ, ով Մանսուրգեն Լևոն Քոչարյանի է, ըստ հիմա ինքը իրավախախտում չէր կատարել, որ չէր տարել։ Կոնկրետ ես չեմ տարել։ Ոստիկանությունը։ Չգիտեմ իրան հետ որ այդ բանը տարել են թե չէ, բայց չեն տարել, ասում եմ չեն տարել։ Հիմա ձեր կարծիքն է, որպես ոստիկանա, վարչայավական ձեռքակալման նպատակով եկած։ Հիմա եթե չեն տարել կանխավարկածն այն է, որ իրավախախտում չէր կատարել։ Եթե շղթայի մեջ արել փողոցը փակել է իրավախախտում։ Բայց դեպքով դեպի դառնալ։ այդ դեպքում ինչի այդ շղթայի ինչի է ձերբակալվել միայն Լևոն Քոչարյանը։ Ինչի այդ շղթայի մյուս դերակատարները չեն բերվել ոստիկանություն, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Սա արդեն ոչ թե կարծիք, սա փաստ է ձգոսում։ Չեմ կարող պատասխանել։ Չեք կարող պատասխանել։ Այն մի հատ ինձ հետաքրքիր է զուգահեռ, որ խոսում եք, ես վարչական իրավախախտումների վերաբերյալ ես գիրքն էի թերթում, այ ասեք, որ իրավախախտումն էին կատարել, հոտ թիվը չէ, զուտ բովանդական ինչ իրավախախտում էին կատարել հավաքի մասնակիցները, որ կարիք էր առաջացել նրանց ձեռքակալել։ Առաքվում եմ այս հարցի դեմ պատվաստանական կրկնվող հարցը արդեն պատասխանել։ Որն է պատասխանը։ Պաշտպան Արիսանյանի հարցի պատասխանը։ Ես այդ հարցը չեմ պատասխանել։ Բովանդակային առումով նույնը ինչ գործունեություններ են կատարել։ Չէ, ես չեմ ասում ինչ գործողություն են կատարել, ես ասում եմ կոնկրետ ինչ իրավախախտում էր, տեսակը, օրինակ տեսական իրավախախտում։ Այն որ փողոցի երթևեկել է հաստատած, փակ է եղել, այլ քաղաքացիների մեքենաների Քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ձեզ տանեք իրավախախտումը կգտնեք, որ օրինակ ճանապարհի երթևեկելի մասը փակելը վարչական իրավախախտում է։ Ասեցի, եթե փողոցը փակ է, ուրեմն իրավախախտում է։ Քանի որ այդ քաղաքացիները չեն կարող։ Հիմա անկեղծ այսպես նոր դատարան գալուց տեսա, այս դատարանին կանգառ գնացող ճանապարհը փակ էր, մեքենաները փակել էին, մարդիկ հավաքված էին։ Դա ամբողջ երթևեկելի մասը փակ էր, հիմա դա իրավախախտում է։ Խցանում է։ Բա հիմա այս դեպքում ոնց եք տարբերել սա խցանում էր, թե իրավախախտում։ Քանի որ ցույց են կատարում, դուրս են եկել փողոցը փակել, ես դրա շրջանակներն եմ Հասկաց, այ գանք հիմա հենց այդ հարցին, այդ սկես դες ես հանրահավաքը արտոնված չէր։ Ճշտել եք ձեզ համար, որ օրինակ քաղաքապետարանը արգելել է դες հանրահավաք անցկացնել, որովհետև ոստիկանությունը հավաքների ազատության մասին օրենքով իրավասում է միջամտել, որ բացառապես ոչ օրինական հանրահավաքների։ Այսինքն ունեիք դուք ձեր ձեռքի տակ տվյալ, որ քաղաքապետարանը արգելել էր հանրահավաք։ Կոնկրետ ես չեմ ունեցել։ Բա հիմա ինձ դուք եք կոնկրետ եթե այդպիսի տվյալ չունեիք, ինչի գտնում մարդը կատարել։ Չեք մտածել, որ հնարավոր է կարտոնված հանրահավաք էր։ Չէ, եթե փողոցը փակ է, խախտում է, դրա համար վարչական Այսինքն օրինական ոչ մի հանրահավաք չի լինում, հենց օրինական հանրահավաք լինում է, բայց եթե այդ օրինական շրջանակների դուրս է գալի, բնականաբար վարչական Հիմա այդ եմ ասում, իսկ ձեր ակերում են մարդկանց կամ այդ օրինական շրջանակների դաշտում, ասում են սենց Հիմա հենց այդ եմ ասում, դուք այդ տվյալը, որ այս հանրահավաքը ապօրինի է, ու անհրաժեշտ է գնալ հանրահավաք իրականացնողներին ձեռքակալել։ Որտեղից եք այդ տվյալը ստացել։ Այգելիս այս տվյալ չեմ ստացել, մոտիկացել են տվյալ տարած, փողոցը փակել է, օրինական պահանջի ներկայացվել է։ Այսինքն հիմա ես որ ինչ-որտեղ օրինական հանրահավաք լինի, մոտենալուց եք։ Ոչ, եթե օրինականը շրջանակներում չէ, դե ասում է, այսքան մարդես գործողություն են կատարել։ Հիմա այդ տվյալը ձեզ որտեղից, որ այստեղ չի եղել այդ անձանց թիվ, քանակ կամ որ երթով, օրինակ հենց այդ փողոցով պես ասում եմ, այդ տվյալը ինչ չեն գալի հայտնի, շարքային մարդ են, ես մոտիկանում եմ տվյալ տարածք կանչով, եթե նկատում եք իրավախախտում կա։ Հիմա այդքան ձեզ ով է ցույցումը տվել, որ
որ անհրաժեշտ է գնալ ընդեղ ապօրինի այդ հանրահավաքը եւ մարդկանց պետքա ձերբակալել։ Ումից եք այդ ցուցումը անձամբ ստացել։ Ըստ հերթականության ղեկավարներ ունենք ցուցումը գալիս է կապով կլինի թե ոչ մոտիկան։ Հիմա ըստ հերթականության ձեր ղեկավարն ով է այդպես ցուցում տալու։ Տվյալ բանը մեր մեքենաները չէ, ընդհանուր մոտիկացել են բոլորս են մեկ, չեմ կարող ասել, տվյալ բանը բոլորն են մեկ։ Հրամանը հնչում է ղեկավարներից բոլորը տեղեր է, իսկ հրաման տվողն ով է։ Ասում ռադիոկապով են լսել, չի հրամանը ով է տվել, ռադիոկապով փոխանցել են։ Անձամբ ձեզ ասել են ենթասպահ է, ենթասպահ։ Ոչ, անձամբ չի գա, եթե ցանոթ ծառայությանը ռադիոկապով լսում եք, մոտիկան ծանոթ չկա որ։ Այսինքն բոլոր կարմիր բերետները պետք է մոտենան այդտեղ անկախ գտնվելու վայրից, օրինակ դուք եք ծառայության եք նշանակվել աշխարհակապով ենք, չեմ պատասխանում։ Հիմա ես հասկանում եմ, չէ, պետք չի հասկանալ, հարցնես։ Հիմա դուք աշտարակ եք, ռադիոկապը ասում է, բոլորդ մոտեցեք, ձերբակալություն կա։ Այդ մոտենում եք։ Ոչ, եթե աշտարակում եմ ընդ տվյալ բան ծառայություն եմ կատարում, ոչ, այդ բան ով է տվյալ տարածքում է մոտիկ ծառայության մեջ է։ Իսկ Շահրամիրովը որոշում, որ ես մոտիկ եմ։ Կոնկրետ Երևան քաղաքի մեջ բոլորը կարող են մոտիկան, եթե ազատ կարգախումբ է։ Կարող է ես լինեմ Արաբի ծառայության, բայց եթե կարիք լինի կապտա, շրջիկ լինեմ մոտիկանը։ Ամփոփ եմ հացեր պատասխանները։ Այսինքն չգիտեք կոնկրետ վարչական ինչ իրավախախտումներ են կատարել, չեք կարող ասել։ Ասացի չգիտեմ, ես ասացի։ Ինչ է։ Դուք ասացիք փողոց փակելը, ասացի, եթե տեղաշարժը կատարվում է, այո, իրավախախտում։ Հիմա ես ձեզ կատարվել է, թե ոչ։ Հիմա եմ ասում, բա ես էլ ասում եմ օրինակ արտոնված հանրահավաք էր, արտոնված հանրահավաքն էլ չէ խաթարում։ Մյուսների եթե արտոնված է դրանք ձեր կա, եթե պետք է վարչական ձերբակալում կատարել, արգելում են, դադարեցնում են, չէ ենթարկվում։ Լավ, հիմա ձեր ղեկավարից օրինակ ստանում եք ցուցում, ըստ ձեր տրամաբանության, որ Լևոն Քոչարյանը ապօրինի է հիմա դատական նիստերի դալիճում, դուք չեք ֆիլտրում ստացած հրամանը, որ էսի ենթակա է կատարման, թե ենթակա չի, որ ասում են գնացեք ձերբակալեք, անվերապահորեն գնում ձերբակալում եք, թե որ լավ ինք ղեկավարին ապօրինի հրաման տվեց։ Հիմա ասում եք հրաման ստացանք, գնանք ձերբակալենք այս մարդկանց, կամ փողոցը բացենք։ Հիմա դուք ձեր համար չեք փորձել, ոստիկան եք ի վերջո վարչական մարմնի աշխատակից եք, փորձեք արտոնված էր այդ հանրահավաքը, թե ոչ։ Ես նորել ասացի, եթե արտոնված է, դրան համապատասխան դեպք է, եթե փողոցը փակվել եւ արտոնված չի մոտիկանում, բնականաբար արդեն Բայց ասում եք դուք չգիտեք, չէ՞, դա դուք հրաման եք ստացել։ Այդ արտոնվածը չի մեր ինչ-որ մեկը գալի ինձ ասում է, արտոնվածը թե չէ, ես գիտեմ արտոնվածը օրինակ, եթե եկել է։ Ես մարդիկ կարող գալիս են ազատության հրապարակում անում են գնում են, բայց եթե դուք դուրս են գալի փողոց են փակում, դա արդեն իրավախախտում է։ Նախադասյալը բացի ինչ է պետք է վերման անել։ Կրեա իրավական իրավախախտում ասեցի։ Հիմա ես էլ ասում եմ, չկա այդպիսի վարչական իրավախախտում, որտեղ գտնի ձեր ասած իրավախախտում։ Պատմական դատարան կրկնվող հարցը, հարցին արդեն պատասխանել։ Խնդրում եմ հանել հարցը։ Չունեմ հարցեր, պատվարժան դատարանը ըստ էության վկան խուսափում է որևէ տեսակի հարցերին պատասխանելու, համապատասխան փուլում այս վարդագծին մենք կադրազարում։ Դուք տեղադրումներից մասնավորին նշեցիք, որ չեք տեսել։ Ուշադրություն չեմ դրա։ Չեք տեսել այսինքն, ճիշտ եք ասում։ Նաև նշեցիք, որ լսել եք, որ գրաչիկին, այսինքն դուժողին, արվեցել կոնկրետ ներադրել։ Հա, ոչ է, ճիշտ եք ասում։ Ավտոմեքենա։ Մեկ վարկը։ Որ ումից եք չեք հիշում, ով է ձեզ ասել, կամ ով է, չեք հիշում, իսկ ասել են որտեղ է հարվածել։ Ինչից եք ենթադրում, որ մեքենայի մեջ է հարվածել։ Քանի որ Պաշտպանի հարցին դրան։ Այստեղ դուք հստակ չգիտեք։
Իսկ գրաչից փորձել եք ճշտել։ Հարաբերությունները ձեր դուժողի ինչպիսի են դուժողների։ Ծառայողը։ Ամենօրյա շփում չկա այդպիսի։ Չէ, ծառայողը։ Փորձել եք օրից մի օր մարսել։ Դեք հարվածել է, նախ որ մասին է հարվածել, ինչով է հարվածել, Չէ, չեմ ճիշտ։ վնասված ստացել է, չի ստացել, որ պահին է հարվածել, Չէ, չեմ ճիշտ, չեմ հարցել։ ձեզ հետաքրքիր չէր, Չէ, չեմ հարցել։ չկա հարցեր։ Ես մեկ հատված եմ դու Ես էլ մեկ հատված։ Շատ լավ, հարվածելու հետ կապված հստակ պատասխանեցի դատարանի հստակեցված հարցին։ Հիմա բացի հարվածելը, այլ ձևով, օրինակ բերման ենթարկելու ընթացքում, ֆիզիկական ներգործություն, քաշել, թրել եւ նմանատիպ այլ բռնություն, ֆիզիկական ներգործության գործադրման հետ կապված տեղեկություններ ունեք, նաեւ ոչ հարվածի, այլ քաշելու, բրդելու, հրելու եւ նմանատիպ այլ ֆիզիկական ներգործության վերաբերյալ տեղեկատվություն ունեք, որ օրինակ բերման ենթարկելու պրոցեսում նման բան է տեղի ունեցել կամ տեղի չի ունեցել։ Չունեմ։ Ես հարցեր չունեմ։ Բաց սենցեգան է բաղբաշան։ Պարոն Մարուսյան, ձեր բավականին երկար ծառայության ժամանակ կապված։ Հաճախ եք լսել դեպքեր ձեր ծառայակից գործընկերների ֆիզիկական բռնության ենթարկել։ Ոստիկանության ծառայողին հանդեպ են արել։ Այդ դեպքերի ժամանակ դուք չեք մտածել հետաքրքրեք, այսինքն ուզում եմ հասկանամ ձեր ծառայողների մոտ ինչպես է, օրինակ փաստաբանների դեպքում մի փաստաբանի հետ կապված հարցերի, մի փաստաբանական համայնքը արձագանքում, դիրքորոշում է։ Ուրեմն հասկանամ դուք ոստիկանության մի ստորաբաժանում եք, ես չեմ հարցնում օրինակ ոստիկանության այլ ստորաբաժանման վերաբերյալ, հարցնում եմ ձեր ստորաբաժան, ասում եք դեպքեր եղել, չեք հարցնում են, որ մենք աղբեր ջան, ընկեր ջան, եղբայր, ո՞ց եղավ, ինչ եղավ, ընդհանուր կոնկրետ հրաչքի է կաչակրան լարված են հարավելուց։ Իրա այդ ընդհանրապես լարված չէ։ Բաց ընդհանրապես լարված չէ։ Չկա հարցեր։ Ոնց հասկացա այլ դեպքերին ուղղակի չանդրադարձակ, այլ դեպքերով էլ ինչ եք հարցնում, օրինակ եթե մեկ այլ ոստիկանության ծառայող լիներ, մանրում չտամ աստված հեռու պահի, բայց հիմա տենց մեկ այլ ծառայող լիներ, էլի չէիք գնալու հարցնեիք, եղբայր, ընկեր, ծառայակից գործընկեր, ինչ է եղել։ Դրա համար ասի եղել է, հետաքրքրվել եմ, եղել է, չեմ հետաքրքրվել, դրա մեջ իշոր բան չկա, որ ասեմ իրար։ Այսինքն սենց ասեմ, դուք ձեր հիշելով այլ դեպքերով եղել ա որ հետաքրքրվեք, այս կոնկրետ Հրաչիկ Խաչատրյանի մասով չեք ուզել հետաքրքրվել։ Ոչ թե չեմ ուզել, ուղղակի չեմ հետաքրքրվել բայդությամբ, արված է եւ այլն ոնց։ Այսքան չէ։